Սամվել ջան, պիտի խնդրեմ մեզ հետ կիսվել ձեր առաջին կարդացած բիզնես գրքերից մեկով, որ շատ ձեզ տպավորել է։ Իրականում առաջին գրքերից մեկը որ կարդացել եմ, անգլերեն լեզու եմ կարդացել, հենց Փիթեր Դրաքերը արդյունավետ ղեկավարը գիրքն է, որ ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ինձ որպես ղեկավար, որպես բիզնեսի կառավարիչ որոշակի մտածելակերպ է ձևավորել, դա շատ տարիներ առաջ էր ու շատ ուրախ եմ, որ արդեն անգլերենից թարգմանվել է հայերեն ու հայերեն գիրքը կա իր շնորհիվ կորպորատիվ գրադարանի։ Եվ քանի որ արդեն խոսեցինք հրատարակչությունից, պիտի խնդրեմ ընդհանուր անդրադարձ անել, ինչ կարծիք ունեք մեր գրքերի մասին։ Կարծիքս բավականին մեծ է, բավականին դրական, ոգևորիչ, որովհետև մինչև հիմա արդեն կարծեմ 8 գիրք է հրատարակվել ու ես 8-ն էլ ունեմ, ինչպես տեսնում եք։ Այո։ 8 գիրք է հրատարակվել ու մեկը մեկից գանձ գրքեր են, ասենք բարձ որոշումներ կայացնելու արվեստը, անպարտելի թիմերը, որ շատ լավ գիրք է, ման տեստը, որը պետք է բոլորը ունենան, անսովոր հյուրընկալությունը, որը հյուրընկալության ոլորտում, հյուրանոցային ոլորտում, հորեկա ոլորտում կարևոր է, մտածելակերպի մասին չեմ ասում, թե ինչքան կարևոր է այս գիրքը ունենալ, կարդալ, որովհետև նշում է հաջողության նոր հոգեբանություն։ Ինքը ոչ միայն մտածողությունը ձևավորում, այլ հոգեբանական կողմն է։ Քո լավագույն տարին բոլոր երիտասարդները պետք է ունենան, դե հանճար կերտողներն էլ իհարկե մեր ժամանակակից թրենդերի մասին, արհեստական բանականության